Հայ առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն տարվա մեջ պահոց 158 օր կա։ Դրանք օրապահքեր են, շաբաթապահքեր, իսկ ամենաերկարատևը 48-օրյա պահեցողությունն է, որը կոչվում է մեծ պահք։ Տարեցտարի մարդկանց հետաքրքրությունը եւ վերաբերմունքը մեծ պահքի նկատմամբ փոխվում է։ Խոստովանենք, որ մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ տարակուսանքով ինքն իրեն հարց է տվել. ինչու պահք պահեմ։ Միթե մսից եւ կաթից հրաժարումը եւ ընդհանրապես սննդամթերքի սահմանափակումը ինձ կարող է առաջնորդել դեպի Աստված։ Որն է պահքի խորհուրդը, ինչպես նախապատրաստվել պահքին։ Սրանք այն կարևոր հարցերն են, որոնց շուրջ այսօր մենք կզրուցենք Յարոսլավլ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Առաքել քահանա Ամիրյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր Առաքել, հիշում եք ձեր առաջին պահքը։ Դժվար հիշեմ իմ առաջին պահքը եւ հարցն էլ անակնկալ էր։ Եթե հիշողությունս լարեմ անգամ չեմ կարող հիշել, թե երբ է եղել առաջին պահքը, բայց վստահաբար կարող եմ ասել, որ եղել է մանկուց, որովհետև մեր ընտանեկան ավանդույթի մեջ հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում առաջավորած պահքին։ Պապս միշտ պահում էր առաջավորած պահքը եւ բնականաբար մենք էլ ամբողջ ընտանիքով հետևում էինք պապի օրինակին եւ պահում էինք առաջավորած պահքը։ Տեր հայր, ինչպես պատրաստվենք մեծ պահքին, որպեսզի ավելի շատ հոգու մասին մտածենք, քան թե ուտելիքի։ Սուրբ Ավետարանը մեզ հստակ պատգամ է տալիս, ասելով, որ հոգին առավել է, քան մարմինը։ Եվ աշխարհը, երբ որ մենք տեսնում ենք, աշխարհի կյանքը տեսնում ենք, աշխարհի կյանքի մեջ մեր առօրյա հոգսերը, մեր խնդիրները այնքան շատ են, այնքան են մարդուն կլանում, որ մենք հաճախ մոռանում ենք մեր հոգևոր կյանքի մասին։ Շատ հաճախ մոռանում ենք աղոթել, շատ հաճախ մոռանում ենք եկեղեցի հաճախել, շատ հաճախ թերանում ենք ժամերկությունների, պատարակների մասնակցել։ Եվ բնականաբար մեծ պահքը մի գեղեցիկ հնարավորություն է աշխարհի կյանքից մեզ կտրելու եւ հոգեվոր ճանապարհի մեջ դնելու համար։ Ուստի մեծ պահքին ընդառաջ մեր ձգտումը պետք է լինի կտրվել աշխարհային կյանքից եւ հստակ ու սահուն համարձակ քայլերով մտնել մեծ պահոց շրջան, այն գիտակցությամբ, այն մոտեցմամբ, որ ինչ էլ որ լինի, մենք չենք շեղվելու այդ ընթացքից եւ չենք դադարեցնելու մեր հոգեվոր ընթացքը, որպեսզի 48-օրյա այդ ճանապարհին բոլոր խոչընդոտները, բոլոր գայթակղությունները հաղթահարելով հասնենք վերջնակետին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության բաղձալի տոնին։ Իսկ պահքի ժամանակ ինչ դժվարություններ են ծագում։ Տեսեք, սովորական կյանքի մեջ, երբ որ մարդը ապրում է աշխարհիկ ընթացքով, մարդը ապրում է մեղքերի մեջ, մարդը ապրում է վայելքների մեջ, Սատանան այդ մարդու կյանքում գրեթե անելիք չունի, հանգիստ է, այդ մարդը հոգևոր կյանքով չի ապրում։ Այս սատանան ակտիվանում է եւ սկսում է գործել այն ժամանակ, երբ որ մարդը ձգտում է դեպի Աստված, քայլում է դեպի Աստված։ Այստեղ գալիս է մարդուն փորձելու, գալիս է մարդուն գայթակղելու, գալիս է մարդուն իր ճշմարիտ ուղուց շեղելու, նրա ճանապարհը կտրելու։ Վառ օրինակը հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտությունից հետո անապատում փորձությունն էր։ Մենք տեսանք այդ 40-օրյա ծոմապահության շրջանին, ինչպես սատանան կամեցավ փորձել Աստվածորդուն։ Եթե Աստվածորդուն սատանան հանդգնություն ունեցավ, համարձակություն ունեցավ փորձելու, որքան առավել եւս մեզ։ Ուրեմն մեծ պահքի այս հոգևոր ճանապարհին, այս հոգևոր ընթացքին սատանայի փորձությունները շատ են լինելու։
տեսանելի են լինելու, բայց այնքան ամուր պետք է լինի մեր կամքը, այնքան ուժեղ պետք է լինի մեր աղոթքը, այնքան հստակ պետք է լինի մեր ձգտումը, մեր նպատակը, որ չտրվենք այդ գայթակղությունների։ Տեր Հայր, Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխում Հիսուս խրատում է, թե ինչպես պետք է ապրեն Աստծո զավակները, պահք պահեն, աղոթեն եւ ողորմություն կատարեն։ Ասացեք, խնդրեմ, ինչու է կարևորվում այս առաքինությունները։ Ընդհանրապես ամբողջ կյանքում են կարևորվում այս առաքինությունները, որովհետև Սուրբ Գիրքը մեզ հստակ ասում է. հավատքը առանց գործերի մեռած է։ Այս պարագային նույնպես, եթե մենք պահք ենք պահում եւ դրան բնորոշ գործողություններ չենք կատարում, ուրեմն մեր պահքը վերածվում է այն պահքերին, որոնք պահում էին փարիսեցիները եւ օրենսգետները։ Դրա համար մեր Տերը Հիսուս Քրիստոս շատ կարևորում է ողորմությունը։ Եվ Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխում մեզ ասում է. զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առջև նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ընդունի ձեր հորից, որ երկնքում է։ Ուրեմն, եթե մենք ողորմություն ենք անում, ուրեմն պարտադիր չի այդ ողորմության մասին բարձրաձայնելը, այդ ողորմության մասին այս կողմ այն կողմ խոսելը, որովհետև ողորմություն մենք չենք անում ի տես մարդկանց, ողորմություն անում ենք իբարս Աստուծո, եւ մեր արած այս բարի գեղեցիկ գործի պատասխանը մենք ակնկալում ենք Աստծուց, մենք չենք անում որևէ մեկի համար։ Տերը մեզ հստակ ասում է. եթե այս փոքրիկներից մեկի համար արեցիք, ինձ համար արեցիք։ Դրա համար մեր ամեն ողորմություն պետք է միտված լինի Աստծո փառքին։ Երկրորդը, որ աղոթքն է կարևորում մեր Տերը, ինչ է ասում։ Ասում է, երբ աղոթես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Մեր Տերը հստակ ցուցամոլության դեմ է խոսում։ Մեզ այս օրերի մեջ փորձում է հեռու պահել ցուցամոլությունից։ Սուրբ գրային պատմություններից մենք տեղյակ ենք, թե ինչպես էին աղոթում փարիսեցիները, մաքսավորները, պարտադրված։ Իրենց աղոթքի նպատակը Տիրոջ փառքը գովերքելը չէր։ Իրենց աղոթքի նպատակը մարդկանց տեսանելի լինելն էր, մարդկանց աչքին բարձր երևալն էր, մարդկանցից տարբերվելու միտումն էր։ Դրա համար մեզ խորհուրդ է տալիս քրիստոնյաներիս, որպեսզի չանենք դա մարդկանց տեսանելի լինելու համար։ Եվ վերջապես, երբ որ Տերը մեզ խորհուրդ է տալիս ծածուկ փակվել մի սենյակում եւ աղոթել, սա չպետք է հասկանալ միայն տեսանելի իրականության մեջ, այլ այնքան խորը, այնքան հոգևոր իմաստ պետք է լինի աղոթքի մեջ, որ ընկալվի որպես անկեղծ մաքուր երկխոսություն մեր Տիրոջ հետ։ Երրորդ պատգամը, որ Տերը մեզ տալիս է Մատթեոսի ավետարանով, ծոմապահության մասին է։ Երբ ծոմ պահեք, տրտմերես մի եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Մեր իրականության մեջ մենք շատ ենք տեսնում այդպիսի դեպքեր, շատ ենք հանդիպում այդպիսի մարդկանց, ովքեր պահք են բռնում, պահք են պահում, բայց իրականում իրենց բռնած պահքը չի կարող Տիրոջ առաջ պահք համարվել, որովհետև այստեղ այնտեղ նստելով, այստեղ այնտեղ պատմելով, իրենք փորձում են շեշտել, առանձնացնել իրենց յուրահատկությունը, որ պահք են պահում, իրենք հերոսություն են անում, իրենք ուրիշներից տարբերվում են, փնովում են այն մարդկանց, ովքեր պահք չեն պահում։ Սա սխալ ընթացք է,
Եվ դրա համար է մեզ մեր Տերը զգուշացնում, որ պահք պահելիս ծոմապահության ժամանակ մի եղեք այնպես, որ բոլորը ուշադրություն դարձնեն ձեզ վրա, այլ սովորական ձեր կյանքի մեջ, ընթացքի մեջ եղեք պարզ, մաքուր, անկեղծ, ինչպես որ սովորական կյանքում եք ապրում, որպեսզի գայթակղություն չլինեք մյուսների համար, որպեսզի առիթ չտաք մարդկանց ձեր մասին շատ խոսելու, որպեսզի չլինի այնպես, որ դուք առավել եք, քան բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով պահք չեն պահում։ Տեր հայր, նոր կտակարանում այսպիսի վերնագրով մի գլուխ կա, վեճ պահեցողության մասին։ Փաստորեն ստացվում է, որ դեռ ավետարանական շրջանում պահքի մասին եղել են տարակուսանքներ ու վեճեր։ Դեռ այն ժամանակ, երբ որ Հիսուսն է ապրել, շրջել մարդկանց մեջ ու խրատել նրանց։ Ինչ է ասում ավետարանիչը։ Հովհաննես Մկրտչի աշակերտներին տարօրինակ էր թվում այն հանգամանքը, թե Հիսուս իր առաքյալներին չէր ստիպում պահք պահել։ Ինչ է պատասխանում Հիսուս, մեկնաբանեք խնդրեմ։ Դիպուկ և իմաստալից պատասխան է տալիս Հիսուս, ինչը որ կուզեմ ընթերցել Սուրբ Ավետարանից, ասում է, միթե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է, բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։ Բնականաբար փեսան այստեղ Հիսուս է, իսկ հարսանիքի հրավիրվածները իր աշակերտները, առաքյալները։ Այդպես է, հարսանիքի ժամանակ, որ ենթադրում է խրախճանք, ուրախություն, որևէ մեկը չի կարող որևէ մեկին պարտադրել սահմանափակումներ ունենալ, պաս պահել, ծոմ պահել։ Եվ քանի որ Հիսուս իրեն համեմատեց Փեսայի հետ, շեշտում էր հետևյալ հանգամանքը, որ ինքը ժամանակավոր է այս աշխարհի մեջ։ Եվ քանի որ ինքը այս աշխարհի մեջ է, թույլ է տալիս իր աշակերտներին, իր առաքյալներին ամբողջությամբ վայելելու իր ներկայությունը այս աշխարհի մեջ։ Երբ որ կգնա այս աշխարհից, անժամանակ իր առաքյալներն էլ ծոմ ու պաս կպահեն, բայց քանի այս աշխարհի մեջ է, իրենք դրա պետքը չունեն, որովհետև այսպես թե այնպես աշակերտները գրեթե ամեն օր պահեցողության մեջ էին, այնքան առատ էր նրանց ժամանակը, ծանրաբեռնված էր նրանց օրը, այնքան զբաղված էին քարոզչությամբ, որ նույնիսկ հաց ուտելու ժամանակ չէին ունենում։ Հիշենք, երբ Տերը իր աշակերտների հետ քայլում էր ցորենի արտերով, այնքան սոված էին եւ իրենց քաղցը հագեցնելու համար ցորենի հասկերն էին փշրում իրենց ձեռքերի մեջ եւ ուտում։ Ուստի առաքյալները, աշակերտները ամեն վարքյան վայելում էին իրենց Տիրոջ ներկայությունը եւ յուրաքանչյուր պահեցողության շրջանի մեջ գտնվող մարդու համար հենց Տիրոջ ներկայությանը հասնելն է, նրա ներկայությունը տեսնելն է, նրա փրկությունը վայելելն է։ Աշակերտները այսպես թե այնպես վայելում էին Տիրոջ ներկայությունը եւ դրան հասնելու համար ավելորդ ջանքեր պետք չէր գործադրել։ Հիսուսն ամեն վարքյան, ամեն օր նրանց մեջ էր։ Ուստի պետք չունեին պահեցողության, ծոմապահության, որպեսզի դրանով մեր պես ձգտում ունենային հասնել Հիսուսի փառքը տեսնելուն, աստվածությունը տեսնելուն։ Տեր հայր, մեծ պահքը նաև լավ առիթ է հոգևոր գրականություն կարդալու համար։ Ինչ գրքեր խորհուրդ կտաք մարդկանց, որ այս օրերին կարդան։ Գրքերի գիրքը Աստվածաշունչն է, որ ոչ միայն մեծ պահքի շրջանին, այլ տարվա 365 օրը պետք է լինի մեր ամենօրյա ընթերցանության գիրքը։ Բայց ավելի շեշտված եւ ավելի ուշադիր պետք է կարդալ Սուրբ Գիրքը հենց պահոց շրջանին, որովհետեւ
պահքի շրջանի համար Աստվածաշունչը նոր էջեր է բացում, նոր մեկնաբանություններ է բերում։ Սուրբ Գիրքը մեծ պահքի շրջանին մենք պետք է ավելի խորությամբ, ավելի ուշադրությամբ կարդանք, սերտելու աստիճանի, սովորելու աստիճանի։ Մեծ պահքի շրջանին բնականաբար մեր ընթերցանությանց մեջ պետք է լինեն այնպիսի գրքեր, որոնք որ ավելի շատ են խոսում մեղքի, ապաշխարության, զղջման մասին։ Լավագույն օրինակը, որ մենք ունենք, լավագույն գանձը, որ մենք ունենք այս առումով, դա Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության քերթվածն է։ Եվ եթե նույնիսկ շատ հաճախ մենք հատկապես հայրենիքից դուրս ապրողներս խնդիր ունենք հայերենով կարդալու, ավելի լավ ըմբռնելու, հասկանալու, ունենք նաև այսօրվա իրականության մեջ ձայնագրված տարբերակներ։ Թույլ է տալիս այսօր մեր ժամանակակից գիտությունը Նարեկացու Մատյան ողբերգությունը վայելելու ձայնագրված տարբերակով։ Ինչի լավագույն օրինակը, որ գերել է շատ մարդկանց հոգիներ եւ սրտեր, մեր թեմակալ առաջնորդի Եզրած Սրբազանի ընթերցումն է այդ հոգենորոք, հոգեպարար, խորհուրդ պարունակող կատարումը։ Ուրեմն սրանցից բացի խորհուրդ կտամ կարդալու նաև շնորհալու Հավատով Խոստովանիմ երգը, Մաշտոցյան ապաշխարության շարականները եւ կարդալու եւ լսելու, ունկնդրելու։ Շատ հետաքրքիր պարզ մեկնաբանություններ կան, քարոզներ կան Էմանուել Քահանա Նազարյանի պարզ քարոզներ այս գրքի մեջ, որտեղ մատչելի, ընկալելի ձևով բացատրում է պահքի մասին, աղոթքի մասին, խոսում է ողորմության մասին, զղջման, ապաշխարության, խոստովանության, ինչը որ կարծում եմ շատ շահեկան կլինի ապաշխարության այս օրերին, պահքի այս օրերին ընթերցելու մեր հավատացյալների համար։ Եվ վերջապես պահքի ամենակարևոր հարցերից մեկը, որը պիտի տամ, դա սնունդին է վերաբերվում։ Ինչպես կերակրվեն մարդիկ պահքի ժամանակ։ Ամենակարևորը եւ ամենագլխավորը, որ մենք երբեք չկենտրոնանանք սնունդի վրա, որովհետեւ հոգին առավել է, քան մարմինը։ Մենք սնունդի սահմանափակումները կամ որոշակի սահմանափակումներ մեր պահեցողության շրջանին մեր առաջ դնելով, մեր հոգին զորացնելու համար ենք անում, մեր հոգին ուժեղացնելու համար ենք անում։ Ուստի երբեք պետք չի կենտրոնանալ եւ մասնակի ուշադրություն դարձնել սննդակարգին։ Այո, հստակ հրահանգված է, պահոց շրջանին չպետք է ուտել կենթանական ծագում ունեցող կերակուրներ։ Բայց սա չի նշանակում, որ բուսական ծագում ունեցող կերակուրներ այնքան շատ պիտի ուտենք, որ առավել գիրանանք եւ առավել պարարտացնենք մեր մարմինը, այլ պետք է ուտենք այնքան, որպեսզի մեր քաղցը որոշակի առումով բավարարենք, որովհետև մենք չենք ապրում ուտելու համար, մենք ուտում ենք ապրելու համար։ Եվ այս ձևը պետք է որդեգրենք նաև պահեցողության ժամանակ։ Ուտելիքները մանավանդ այս
դարաշրջանի մեջ բազմազան են։ Եթե նկատել եք նույնիսկ խանութներում պահոց շրջանին զանազան կերակուրներ են հայտնվում վաճառքի։ Եվ ցավոք սրտի շատ պահք պահողներ փնտրտուքի մեջ են ընկնում, փորձում են ամեն օր նոր բան գտնել իրենց համար ուտելու, իրենց քաղցը հագեցնելու։ Խորհուրդ չեմ տա կենտրոնանալ ուտելիքի վրա, որովհետև եթե մենք ուտելիքով սահմանափակենք կամ կողմնորոշենք մեր պահքի ընթացքը, մենք պահք պահող չենք լինի։ Մենք կնմանվենք այն մարդկանց, ովքեր բժշկի ցուցումով, բժշկի խորհուրդով իրենց սննդակարգի մեջ որոշակի փոփոխություններ են արել, դիետա են պահում։ Ուրեմն պահքի մեջ ուտելիքին շատ տեղ տալը նույնպես խանգարում է մեր հոգևոր ընթացքին։ Տեր Հայր, կարծում եմ դուք բազմակողմանի մեկնաբանեցիք, թե ինչպես պետք է յուրաքանչյուր քրիստոնյա հոգով, մտքով, նաև ֆիզիկապես պատրաստվի մեծ պահքին դեպի Աստված գնալու ճանապարհին։ Հուսով եմ ձեր հոգեշահ խրատները եւս մի նոր առիթ կընձեռեն, կընծայեն, որպեսզի մարդիկ ճանաչեն մեծ պահքի խորհուրդը, ապրեն Աստուծով եւ հասկանան, որ Տերը կանչում է, որպեսզի իրենով երջանիկ լինենք։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Աստված օրհնի ձեզ։